Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ոնց գիտեք, ապրում ենք վերջի ժամանակներում։ Այս դեպքերը ինչ որ կատարվում են, պատահական բաներ չեն։ Այս ամեն ինչի մասին գրված է Աստվածաշնչում։ Հիսուսը Մատթեոս 24-րդ գլխում բոլորի ուշադրությունը դարձնում էր ու ասում էր. երբ որ կլսեք պատերազմի ձայներ, արհավիրքներ, երկրաշարժեր, մահ տարաժամեր, իմացեք, որ ժամը շատ մոտ է։ Ասում էր, ոնց եղանակին եք նայում, երբ որ տեսնում եք ամպերը կուտակված են, հասկանում եք, որ անձրև է սպասվում, նույն ձևով այս ամեն ինչին նայելով հասկացեք, որ ժամը մոտենում է։ Հիսուսի վերադարձը շատ մոտ է։ Այս ամեն ինչը խոսում է հենց այդ նշանների մասին, որ մենք գիտակցենք ու հասկանանք ինչ ժամանակների մեջ ենք ապրում։ Գիտեք, ամեն մեկը ապրում է այն կյանքով, որը ընտրել է։ Անկախ ամեն ինչից մենք բոլորս կանգնելու ենք Աստծո առաջ։ Կապ չունի այս երկրի վրա լավ ես ապրում թե վատ, հարուստ ես թե աղքատ, տեր ես թե ծառա, թագավոր ես թե սպասավոր, Աստծո առաջ ամեն բան հավասար է լինելու։ Հիսուս Քրիստոսը ինքը եկավ մարդկության համար, եկավ մարդկությանը փրկելու դժոխքի ճիրաններից, եկավ մարդկության համար վճարեց գինը։ Մարդիկ մեղքի մեջ տառապում էին, տանջվում էին, հիվանդությունների մեջ, անեծքի տակ, ու ոչ մի բան իրանց ուժերով չէին կարող փոխեին։ Աստված շնորհ արեց, ուղարկեց Հիսուսին։ Հիսուսը անցավ մահի ճանապարհով, խաչի ճանապարհով ու հարություն առավ։ Մեր փոխարեն վճարելով գինը, մեղքի վարձքը վերցրեց իր վրա։ Մեղքի վարձքը մահն է, ու ինքը այդ մահը վերցրեց իր վրա, որպեսզի ամեն իրան հավատացողը ապրի։ Այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ ընտրությունների մեջ, շատ լուրջ ժամանակահատվածում ենք։ Ձեզանից ոչ մեկ չգիտի իր կյանքի հետ ինչ կլինի 5 րոպե հետո։ Եթե ինչ-որ մեկը մտածում է դեռ Հիսուսի գալուն ժամանակ կա, ու ինքը դեռ կհասցնի Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելու, ես ուզում եմ ասեմ, լավ է, որ դու այդ ձև մտածում ես, բայց շատ ափսոս կլինի, որ դու ուղղակի հանկարծամահ լինելով չհասցնես դիմավորես Հիսուսին։ Ոչ մեկ չգիտի ինչ կլինի իր այդ 5 րոպե հետո։ Ու դրա համար շատ կարևոր է, որ հենց այսօր դու անես քո ընտրությունը։ Այսօր դու ընտրես Հիսուսին Տեր ու Փրկիչ ու ապահովես քեզ, որովհետև երբ որ Հիսուսը վերադառնա, հարություն են առնելու բոլոր այն քրիստոնյաները, ովքեր որ Հիսուսինն են, ովքեր որ ունեն Հիսուսի կնիքը իրանց վրա, փրկության կնիքը, Հիսուսի անունը, որ ընդունել են Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Բոլոր այդ քրիստոնյաները, իրանք որ ժամանակում էլ որ մահացած եղած լինեն, հարություն են առնելու ու հազարամյա թագավորության մեջ Հիսուսի հետ թագավորելու են։ Այս բոլոր այն մարդիկ, ովքեր որ Հիսուսինը չեն, իրանք հարություն չեն առնելու։ 1000 տարի հետո, երբ որ սատանան բանտից բաց կթողնվի, ինքը երկրի վրա բոլոր այն մարդկանց, ովքեր որ ապրելուց են լինելու, որոնք հարություն առնածները չեն, այլ այն մարդիկ են, որոնք Հիսուսի գալուց ապրում էին, ու իրանց մարմինը չի փոխվում, իրանք մնում են նույն մարմնի մեջ, ու իրանք 1000 տարի դեռ երկրի վրա ապրում են, նորից նույն կյանքով, ոնց հիմիկվա կյանքն է, ուղղակի այն տարբերությամբ, որ քանի որ սատանան բանտարկված է լինելու, իրանք մեղք գործելու հնարավորություն չեն ունենում։ Բայց ցավոք սրտի, այդ հազարամյա թագավորության մեջ ապրելով, իրանց էությունը չի փոխվում, ու երբ որ սատանան բանտից բաց է թողնվում, նորից կարողանում է այդ մարդկանց միտքը
գրավի, խաբի, խեղաթյուրի, տրամադրի Հիսուսի դեմ ու հսկայական բանակ կազմած հարձակվելու են Աստծո ժողովրդի վրա, Հիսուսի վրա, որոնք ապրելու են ամբողջ աշխարհով մեկ ղեկավարելով ու թագավորելով երկրի վրա։ Մարդիկ լինելու են ապահովության մեջ, քանի որ այդ հազարամյա թագավորության ժամանակ, քանի որ սատանան բանտարկված է, որևէ մի անհանգստություն չկա, նույնիսկ դարպասներն են մարդկանց բաց լինելու, տան դռներն են բաց լինելու, անհոգություն է լինելու, հակաօդային համակարգերը չեն օգտագործելու, որտեղ որևէ մեկը պատերազմի իրանց դեմ չի գալու 1000 տարվա ընթացքում, բայց 1000 տարի հետո, երբ որ Գոգը Մագոգից հավաքում է զորքը ու գալիս է Աստծո ժողովրդի դեմ, իրանք հարձակվում են, որպեսզի հաշվեհարդար տեսնեն Աստծո ժողովրդին ու Հիսուսի հետ, բայց Աստված տեղ իր գերբնական զորությամբ գրված է, որ իր բերանի կրակով, բերանի սրով, վերջնական ու լիարժեք, վերջնական հիմնահատակ ջախջախիչ պարտության է մատնում սատանային իր ողջ զորքի հետ միասին ու սատանային իր դևերի հետ ու ցավոք սրտի են բոլոր մարդկանց հետ նաև, ովքեր որ սատանային են, նետվում են կրակի լիճ, բայց այդ ժամանակ հարություն են առնում այն մյուս բոլոր մարդիկ, ովքեր որ մեռած են եղել Ադամից սկսված ու դեռ հարություն չէին առել, այդ ժամանակ, երբ որ հարություն են առնում, նժարի վրա է դրվում իրանց գործերը ու իրանք ըստ իրանց գործերի են դատվելու ու այդտեղ է երևալու, թե իրանք կապրեն Աստծո արքայության մեջ, թե կնետվեն դժոխք, կրակի լիճ։ Դուք այսօր ունեք բացառիկ հնարավորություն ձեր կյանքը ապահովագրելու Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելով, որը ձեզ այնքան սիրեց, որ իր կյանքը տվեց ձեր համար, որ դուք ապրեք հավիտենական թագավորության մեջ իր հետ հավերժ, որտեղ իրան չընդունողները, դատաստանի արժանացածները հայտնվելու են հավիտենական դժոխքում ու տառապելու են հավիտյան սատանայի հետ միասին։ Գիտեք, հասարակ կրակը մեկի ձեռքը վառում է ու դուք տեսնում եք այդ ցավը։ Մի մտածեք, թե դուք կարաք հավերժ դիմանաք այդ կրակի տառապանքներին։ Օրհնում եմ ձեզ, որ դուք անեք ճիշտ ընտրություն Հիսուսի անունով, ընդունեք Հիսուսին Տեր ու Փրկիչ ու ձեր կյանքը այս պահից լինի ապահովագրված Աստծո թևերի տակ։ Թող Տիրոջ զորությունը գա ձեր վրա ու աստվածային գերբնական հաղթանակը կատարվի ձեր մտքի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։